Աշխատավարձ գյուղացուն, որ մշակի իր հողը, ինչ արդյունք ունի եւ ում է վերաբերում պետական այս ծրագիրը։ Սոցիալական ծրագրեր, որ իրականացվում են եւ խնդիրներ, որոնք սոցիալնախարարության օրակարգում են։ Արտեմ Ասատրյանը մեր տաղավարում կամփոփի նոր կառավարության 1 տարվա աշխատանքը իր ղեկավարած գերատեսչության մասով։ Բարի երեկո, սոցիալնախարարի հետ մեր հանդիպման ինֆորմացիոն առիթը նոր կառավարության աշխատանքի 1 տարին է, որ օրերս լրացավ։ Արտեմ Ասատրյանը նախարարի պաշտոնում է 2012 թվականից եւ նոր կառավարության ձևավորումից հետո այն մի քանի նախարարների թվում էր, ովքեր պահպանեցին իրենց պորտֆելը։ Բարի երեկո, պարոն Ասատրյան։ Փաստորեն աշխատանքային այս ամիսները ձեր նախարարության մասով հաստատ անաղմուկ չանցան, հիշում ենք միտինգները, նաև հղիության եւ ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասով բազմաթիվ մայրեր էին դուրս եկել։ Ի վերջո ինչպես լուծվեց այդ խնդիրը եւ այսօր ինչ արդյունք ունենք։ Իսկապես կարևոր խնդիրներից էր նաև այդ նպաստների հետ կապված խնդիրները, որը ոչ թե տվյալ պահիներ առաջացել, այլ մի քանի տարիների ընթացքում ձևավորված խնդիրներ էին, որը անդադ շոշափվում էր այդ խնդիրները։ Չէ՞ որ բազմիցս նաև ներկայացվում էր խնդրի այն կողմը, որ շատ բարձր չափով նպաստներ է վճարվում, որ կա աշխատողներ, ովքեր իրականում չեն աշխատում, բայց նպաստներ են դուրս գրվում պետական բյուջեից եւ այլն։ Այսինքն խնդիրները կար, խնդիրն ակնհայտ էր։ Այդ խնդիրներին պետք էր համակարգային լուծում տալ եւ կարծում եմ գտնված լուծումը իսկապես համակարգային էր։ Բոլոր մայրերին կարելի ասել փաստորեն ընդգրկեցինք ծրագրի մեջ, իհարկե չաշխատող մայրերի մասով օրենքն ընդունվեց եւ սահմանված է, որ 16 թվականի հունվարի 1-ից բոլոր մայրերը կստանան հղիության եւ ծննդաբերության նպաստ կամ ավելի շուտ ինքը կոչվեց արդեն մայրության նպաստ։ Աշխատող թե չաշխատող։ Այո, չաշխատողների համար սահմանված չափը աշխատողներին է կախված աշխատավարձի հետ, վերին սահմանափակումը դրվեց աշխատավարձերի հետ կապված 1 միլիոն դրամի չափով, որը նշանակում է, որ 4-6 միլիոն դրամից ավելի բարձր նպաստ չի վճարվի, եթե վճարի, ապա կարող է վճարել գործատուն եւ նաեւ հաշվարկների կարգը այնպես սահմանվեց, որը ուղղակի թույլ չի տալիս չարաշահումներ իրականացնել այդ ոլորտում։ Կարծում եմ, որ ընտրված ընդունված լուծումները բոլոր կողմերի խնդիրները հաշվի առնելով, նաև այո լսելով այն բոլոր առաջարկությունները, որոնք ընթացքում ներկայացվեցին, ի վերջո կարծում եմ, որ մենք կարողացանք խնդրին իսկապես ամբողջական լուծում տալ, իսկ նաև 16 թվականից ապահովելով բոլոր մայրերի համար այդ նպաստների վճարումը։ Անդրադառնանք մեր զրույցի հիմնական առիթին, այսինքն պիտի խնդրեմ դուք նշեք կատարված աշխատանքը նոր կառավարության 1 տարվա այս հատվածում։ Ընդհանրապես պիտի նշեմ, որ 2014 թվականը նոր համակարգային փոփոխությունների շեմն էր, որ պիտի ներդրվեին նոր համակարգեր։ Մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների առումով, գիտեք, պիտի ներդրվեր կենսաթոշակային նոր երաժշտական համակարգը, ինչը իրականացվեց նաև բազմաթիվ քննարկումների ներքո եւ գտնվեց այն լուծումը, որը որ հնարավոր էր այդ ժամանակահատվածում, որպեսզի ճիշտ ձևաչափով մենք առաջ գնայինք, ի վերջո ռեֆորմները դրանք շատ կարևոր են կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ կայունության տեսանկյունից եւ 2014 թվականի հուլիսի 1-ից գործարկվեց նոր համակարգը, բայց միևնույն ժամանակ անդրադառնալով գործող կենսաթոշակառուների սոցիալական ապահովության խնդիրներին, բնականաբար նաեւ պիտի միանշանակ կարևորեմ կենսաթոշակների չափերի բարձրացմանն ուղղված լրացիչ միջոցները, որ հատկացվեցին պետական բյուջեով 30 միլիարդ դրամի չափով եւ նաեւ այդ հաշվարկի կարգի փոփոխությունը, որը կատարվեց օրենքով, որպեսզի ավելի շատ բարձրացվեն այն անձանց կենսաթոշակները, որոնք ավելի ցածր կենսաթոշակներ էին ստանում եւ մենք կարող ենք ասել, որ 2014 թվականի չափերի բարձրացման արդյունքում մենք ունեցանք շուրջ 100,000 կենսաթոշակառուների համար կենսաթոշակի չափի բարձրացում աղքատության գծից վերև դեպի։ Մյուս կողմից պիտի նշեմ, որ կենսաթոշակների չափերի բարձրացում իրականացվեց նաև զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար ու նաև զոհված զինծառայողների ընտանիքների պարգևավճարների չափերը 2014 թվականի հուլիսից եւ այդ ավելացումները նաև կրեցին շարունակական բնույթ հետագայում, նաև 2015 թվականի ապրիլից Սեվասպանությունը վերապրածների տրվող դրամական օժանդակությունը սահմանվեց 100,000 դրամի չափով, նաև ինչպես գիտեք մայիս ամսից հայրենական մեծ պատերազմի վետերանների
պատվովճարի չափը կրկնապատկվեց 25,000 դրամից սահմանվելով 50,000 դրամ եւ նաեւ շարունակական 2015 թվականի հուլիսից էլ նախատեսվում է արդեն նորից զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների չափերի ավելացումը։ Պարոն Ասատրյան, երբ մեր քաղաքացիների հետ խոսում ենք սոցիալական ծրագրերից, մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է սոցիալապես պաշտպանված լինելը։ Իսկ սոցիալապես պաշտպանված լինել չի նշանակում նպաստ ստանալ եւ դուք էլ բազմիցս հայտարարել եք, որ սոցիալ-նախարարության դերը միայն նպաստ ու թոշակ բաժանելը չէ։ Եվ այդ նպատակով արդեն 2-3 տարի է խոսվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների անհրաժեշտության մասին եւ որքան գիտեմ աստիճանաբար այդ կենտրոնները նաև բացվում են, բայց դրանք դեռևս չեն կայանում, այսինքն եթե օրինակ ես ունեմ սոցիալական որևէ խնդիր, ես չգիտեմ որ մարմնին դիմել, սոցիալ նախարարությանը դիմել, քաղաքապետարանին, թաղապետարանին, թե դուք իսկապես ճիշտ եք նշում, որ դեռևս լիարժեք կայացած չեն այդ միասնական ընդունարանները, որ ամբողջությամբ իրականացնեն այն գործառույթները, ինչի համար որ նրանք ստեղծվել են ու հիմա ձևավորվում են, բայց մի քանի կարևոր խնդիր արդեն իսկ որ լուծում են ստացել, դա միանշանակ է։ Մասնավորապես մեկ տեղում տեղակայել բոլոր 4 սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, անկախ նրանից դրանք տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության են մարզպետարանի թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, քաղաքացին մեկ տեղ այցելելու խնդիր ունի այն վայրերում, որտեղ արդեն իսկ դրանք ձևավորվել են։ Դրանք ներկայումս դեռևս 18-ն են։ Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ամբողջ հանրապետությունում իրականացվելու է այդ աշխատանքները, ներկայումս դրանք ընթացքի մեջ են եւ ունենալու ենք այդպիսի 55-56 կենտրոններ։ Եվ դրանով հարցը կլուծվի, եթե այդ 55-56-ն աշխատեն։ Կլուծվի այն հարցը, որ քաղաքացին որևէ սոցիալական խնդրի հետ կապված անկախ դրա բնույթից պիտի այցելի տվյալ կենտրոնը։ Բայց դա ընդամենը մեկ մասն է խնդրի։ Հաջորդ կարևոր խնդիրը դա այդ տեղեկատվական ինտեգրումն է, որ այդ մարմինների տեղեկատվական համակարգերը ամբողջությամբ պիտի ինտեգրված լինեն եւ քաղաքացին այլևս ձերբազատվի ցանկացած պետական մարմնում ունեցած տեղեկատվությունը կրկին ներկայացնելու այդ անհրաժեշտությունից։ Եվ երրորդ խնդիրը, որ այս համակարգի ներդրումից ամբողջական ներդրումից հետո ինչ որ հուլիսի 1-ից հիմա կառավարության որոշման համաձայն կիրականացվի այդ 18 կենտրոններում արդեն այդ միասնական ընդունարանների գործարկման աշխատանքները բովանդակային առումով արդեն որ քաղաքացուց կընդունվի գրավոր դիմումները պարտադիր, իսկ որը նշանակում է որ դա արդեն քաղաքացու սոցիալական իրավունքի իրացման երաշխիքն է։ Երկրորդը, երբ դիմումների ընդունման գործառույթը կառանձնացվի սոցիալական աշխատանքից, սոցիալական աշխատողները հնարավորություն կունենան իրականացնել իրենց սոցիալական աշխատանքը։ Իսկ դա նշանակում է կարիքի ամբողջական գնահատում, դա նշանակում է քարտեզագրված այդ ամբողջ ռեսուրսների ուղղորդում դեպի տվյալ ընտանիքի կարիքների բավարարմանը։ Այսինքն բովանդակային աշխատանքները կսկսեն հուլիսի 1-ից լիարժեք կսկսեն գործել այդ կենտրոններում ու աշճանաբար ներդրվող նոր կենտրոններում։ Ինչու այդպես դանդաղ է ընթանում process-ը, պարոն Ասատրյան։ Արդեն 2-3 տարի է։ Ես իհարկե չէի ասի, որ դանդաղ են ընթանում, որովհետև մենք խոսում ենք համակարգային բարեփոխումների մասին եւ բնական է, որ դրանք չէին կարող միանգամից տեղի ունենալ։ Եթե մենք խոսեինք ընդհանրապես չեղած համակարգ ստեղծելու մասին, դա շատ ավելի արագ կլիներ։ Բայց երբ խոսում ենք գործող համակարգը, դրա շրջաններում մածող ծառայություններին զուգահեռ նոր փոփոխությունների իրականացման մասին, բնական է, որ այս ձևաչափով պիտի ընթանար։ Եվ ամենատակ թեմայի գործազրկությանը անդրադառնանք։ Մի առիթով դուք ասել եք, որ այսօր մեր աշխատաշուկայում շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել 72,000, այո, եթե չեմ սխալվում, գործազուրկ, եւ ունենք հաշվառված գործազուրկ, եւ ունենք հազարավոր թափուր աշխատատեղեր, որոնց մասին իդեպ ձեր կայքում պարբերաբար թարմացվում է ինֆորմացիան։ Եվ փաստորեն կա շուկայում անհամապատասխանություն։ Ես նաև տեղյակ եմ, որ նախարարությունը ունի մի շարք ծրագրեր մրցունակ կադրերով աշխատաշուկան ապահովելու համար։ Ըստ ձեզ այդ ծրագրերից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, այ անընդհատ տոնավաճառներ են տեղի ունենում։ Դրանց արդյունավետության մասին ինչ կասեք եւ ծրագրերից ո՞րն է արդյունավետ։ Ոչ թե անընդհատ տոնավաճառներ են տեղի ունենում, այլ տոնավաճառներ տեղի ունենում տարվա մեջ 11 անգամ յուրաքանչյուր մարզում։ Դրանք երևացող են, բայց մյուս ծրագրերը, որոնք որ իրականացվում են ամենօրյա աշխատանքի ռեժիմով, բնական է, որ դրանք չեն ներկայացվում, որովհետեւ այդպես մասսայական միջոցառումներ չեն։ Ինչով է չափելի այդ արդյունավետությունը, ոչ միայն տոնավաճառների։ Մենք ունենք հստակ սահմանված ցուցանիշ, որով չափում ենք մեր զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, դա կայուն զբաղվածության գործակիցն է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ծրագիրն ավարտվելուց հետո զբաղվածության ոլորտում իրականացվող որևէ ծրագիր քաղաքացին, որն ընդգրկված էր այդ զբաղվածության ծրագրում, ծրագիրն ավարտվելուց հետո առնվազն 6 ամիս
պիտի շարունակի լինել կայուն զբաղված, բայց տարբեր ծրագրերում դրանք ընդհանուր մինչև 1 տարի, 1.5 կամ 2 տարի են կազմում, որ պիտի շարունակի լինել զբաղված։ Ընդհանրապես ըստ ծրագրերի ցուցանիշները այս պահին այդպես կդժվարանամ ներկայացնել, բայց անցյալ տարվա տվյալներով մենք շուրջ 12,000 անձի, աշխատաշուկայում ամրցունակ անձի տեղավորել ենք զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի։ Ամսական կտրվածքով շուրջ 2000 թափուր աշխատատեղերի մասին մեր զբաղվածության պետական գործակալությունը տեղեկատվություն է հավաքագրում։ Իսկ կարելի ասել, որ ամսական կտրվածքով շուրջ 1000-ն է համալրվում փաստորեն։ Այսինքն այստեղ աշխատաշուկայում այդ որոշակի առաջարկի ու պահանջարկի հետ կապված խնդիրներ իսկապես կան։ Եվ զբաղվածության ոլորտում իրականացող ծրագրերը նպատակ ունեն հենց այս անհամամասնությունը մեղմել, այսինքն աշխատաշուկայում ամրցունակ անձանց գիտելիքները, կարողությունները, հմտությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի ներկայարդի պահանջներին, որպեսզի նրանք կարողանան զբաղված դառնալ։ Այստեղ ես կառաջարկեմ ընդհատել մեր զրույցը եւ դիտել ձեր ծրագրերից մեկի մասին պատմող ռեպորտաժ։ Խոսքը սեզոնային զբաղվածության ծրագրի մասին է, հաջողված մի ծրագիր, այո, տեսանյութում կպատմենք այդ մասին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Շոկ ալինում բարլուսով ժամը 5:30 արթնանում ենք, մինչև ժամը 6-ը։ Ու այսպես շարունակ մինչև ուշ աշուն։ Խաղողի այգիներում գյուղացին աշխատանքի պակաս չի զգում։ Իսկ գարնան ամիսներին այգիներում հողի աշխատանքը սկսում են աքլորականչից էլ վաղ։ Այս արմատները պիտի բացվի, որ բան արվի, փորվի։ Արտակը հողի լեզուն լավ է հասկանում, գիտի ամեն մի ծառի, ամեն մի վազի բնավորությունը։ Արտաշատ համայնքում 1 հեկտար հող ունեն, նախկինում այստեղ հսկա ծիրանանոց էր, աշխատանքը շատ էր, օգուտը քիչ։ Արդեն 4 տարի է ծիրանանոցը խաղողի այգի են դարձրել։ Խաղողի վազերը հողագործների աշխատանքի նկատմամբ կարծես թե ավելի շնորհակալ են, կարկուտի ցրտի նկատմամբ էլ ավելի դիմակայուն։ Այս տարի էլ ավելի եռանդով են աշխատում։ Արտակն ընդգրկվել է սոցիալնախարարության սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցման ծրագրում։ Ով կհավատար, որ օրերից մի օր կվառեն կմշակեն իրենց սեփական հողը ու դրա դիմաց աշխատավարձ կստանան, ըստ հայեցողության էլ կծախսեն։ Թույնա մշակելու մեքենայի, ասենք գնալ գալու, ասենք սա ծախսա, կամաց, ասենք ծախսա գնում, սա ընդհանուր գնում է այդ հողին, որը ապրուստի, որը հողին, դա տենց կռիվ ենք տալիս հողի հետ, ընդհանուր։ Թե մինչև հիմա բանկերի հետ առնչվել են որպես վարկառու եւ տոկոսներ մարել, հիմա արդեն հաշվեհամար ունեն։ Սեփական հողի վրա աշխատանքն էլ ամսի ամիս գումարվելու աշխատանքային ստաժ է դառնալու։ Ծրագրին ծանոթացել ենք, նոր պայմանագիր ենք կապել, հաշվեհամար բացեցինք, քարտային համակարգով նստելու է այս գումարը քարտի վրա։ Օրվա աշխատանքի դիմաց գյուղացին պետությունից ստանում է մոտավորապես 4000 դրամ։ Հողագործն իր կամքով կարող է նաև լրացուցիչ աշխատող վարձել, նրան վճարելով պետության կողմից իրեն տրվող գումարից։ Հողագործների հետ պայմանագրերը զբաղվածության կենտրոնները սկսել են կնքել ապրիլի 20-ից։ Մեկ գյուղատնտեսի հետ կնքվող ծրագիրն արժե 350,000 դրամ, այն չի տրվում միանվագ։ Ամսվա վերջին գամկերի դիտարկումից հետո ըստ կատարված աշխատանքի փոխանցվում է աշխատավարձը։ Գումարը հողագործին տրվում է առավելագույնը 6 ամիս շարունակ, ինչպես ծրագրի պատասխանատուներն են ասում, հաշվարկել են աշխատանքի տևողությունը վարուցանքից մինչև բերքահավաք։ Այն գյուղացին, որ ասենք մտադիր չէր ցանելու գումար չուներ, նա որոշել որ գնա անպայման Ռուսաստան աշխատի գոնե գա։ Բայց երբ որ շատ դեպքեր կան, որ այս հնարավորությունը իրենց հետ է պահել այդ քայլից։ Ծրագրի նկատմամբ շատ մեծ պահանջարկ կա, ինչն ամբողջությամբ ծածկելն ինչ խոսք անհնար է, ասում է զբաղվածության պետական գործակալության փոխտնօրենը։ Ծրագրից կարող են օգտվել այն հողօգտագործողները, որոնք գրանցված են զբաղվածության տարածքային կենտրոններում, ունեն աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկի կարգավիճակ։ Հաշվի են առնում նաև քաղաքացու սոցիալական վիճակը։ Ծրագրում նախատեսված են որոշակի առաջնահերթություններ եւ հիմնական 3 առաջնահերթությունները թվարկեմ այն է, եթե տվյալ ընտանիքը գրանցված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ստանում է անապահովության նպաստ, երկրորդ կետը դա եթե ընտանիքում կան 2 եւ ավելի անչափահաս անձիկ եւ երրորդ եթե ընտանիքում առկա է առնվազն 1 հաշմանդամություն ունեցող անձ։ Ծրագրին հավակնող ավելի քան 14000 ենթադրյալ շահառու կա այսօր ցուցակներում, այնինչ բյուջեով հնարավոր է աջակցել 3217-ին միայն։ 1200-ից ավելի պայմանագիր է արդեն կնքվել, որից 104-ը Արտաշատի տարածաշրջանում։ Այստեղի զբաղվածության հարցերով պատասխանատուն իր համար առաջնահերթություններ է սահմանել, շտապում է պարզաբանել միմիայն բարի նպատակներով։
գումարը սահմանափակ է, այդ պատճառով ես գտա ճանապարհ, որ սկզբնական մենք ընդգրկենք 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, դրանից հետո եթե գումար կավելանա կամ նորից կառավարությունը գումար կտրամադրի, կընդգրկվեն 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցողներ եւ հաշմանդամ ընտանիք։ Այսինքն դուք պայմանները ձեր կողմից ավելի խստացրել եք։ Միանշանակ ապրիլ ամսին մտանք, այգին բացեցինք, թաղած էր այգին։ Այգին բացել ենք, լարերը ձգել ենք, էտը արել ենք, կտրտել ենք։ Շահենի մանկությունն էլ այս այգում է անցել, հայրական այգին է, այսօր ինքն է մշակում, տանեցիներն էլ նեցուկ են, երբ հարկավոր է։ 5 անչափահաս երեխա ունի, 1 հեկտար հողատարածք ու 1 էլ ամուր կամք, երբեք չլքել իր հողը։ Եղբայրը խոպան է մեկնել, ինքն էլ կարող է, բայց չի գնալու։ Գնամ ինչ անեմ, այսքան ընտանիքում թողնեմ գնամ։ Ընտանիքը ոչ միայն ձեր ընտանիքը, այլ նաև այս տնտեսությունը նկատում եք։ Իհարկե, ասենք խաղի այգին հողերը այդքանում տան գնամ։ Դրանով ավելի լավ է, քան թե գնամ։ Աշխատավարձն էլ որ տալու է պետությունը, գնահատում է։ Էլի ահագին ծախսից ենք ազատվում, գոնե ծառերը, վազերը այդ գումարով կսրսկենք, հարկ եղած դեպքում տրակտոր կվարձակալենք։ Ամեն մի ժամվա համար պետությունը պատրաստ է տրակտորիստին վճարել 5000 դրամ։ Խոսում է Շահենը, ուշքն այսօրվա խնդիրներին, հույսը վաղվա բերքին։ Ուր է թե այս տարի գոնե էլ կարկուտ ցուրտ չանի, մյուս գալուց ձեզ կանաչ ցոգոլի փոխարեն հասած ծիրաններ հյուրասիրեն։ Փաստորեն շատ պարզ եթե ասենք, սա նշանակում է վճարել գյուղացուն սեփական հողի վրա աշխատելու համար, պարոն Ասատրյան, եւ շատ հետաքրքիր ծրագիր է իրականում եւ տեսանք, որ մարդիկ գոհ են եւ դա աշխատում է։ Արդյոք այն ընդլայնելու տեղ չունի, քանի որ այսպես հաջող է աշխատում։ Մենք եւս բավականին դրական են գնահատում, քանի որ իրականացված մոնիտորինգի եւ գնահատման արդյունքները մեզ եւս վկայում են, որ բոլոր պայմանները, որոնք ստեղծված են, թույլ են տալիս իսկապես նպատակային թիրախային հասարակական աջակցություն ցուցաբերել։ Ուզում եմ ընդգծել, որ այդ աջակցությունը առաջին հերթին ուղղված է նորից անմրցունակ ընտանիքներին, այսինքն այն ընտանիքներին, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, հաշմանդամ իրենց ընտանիքում, ովքեր ի վիճակի չեն իրենց ռեսուրսներով, նույնիսկ այդ աշխատանքներին կատարմանը մասնակից դառնալ ու շատ դեպքերում հենց ընտանիքները այ ռեսուրսներ, շրջանառու միջոցներ չունենալու պատճառով էին թողնում իրենց այդ հողերի մշակումն ու նաև շատ դեպքերում արտագաղթում կամ արտագնա աշխատանքի մեկնում եւ այլն։ Այս դեպքում այս աջակցությունը իսկապես նպատակային ու հասարակական աջակցություն է բոլոր առումներով ու պիտի նշեմ, որ կառավարությունը ավելացրել այդ միջոցները, եթե անցյալ տարվա պետական բյուջեում այս ծրագրերի իրականացման համար շուրջ 600 միլիոն դրամի չափով էր նախատեսված, այս տարվա պետական բյուջեում 2015 թվականի արդեն գրեթե կրկնապատկվել է 1.1 միլիարդ դրամի չափով է նախատեսված այս ծրագրերի ֆինանսավորման աջակցության չափը ու այդ աշխատանքները հիմա ընթանում են։ Եվ քանի մոտավորապես ընտանիք է օգտվում այս ծրագրից, որ մարզերում սահմանափակում կա մարզերի։ Սահմանափակում չկա, առաջնահերթություններ կան սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերին, բայց սահմանափակումներ չկան եւ ավելի քան 5000 ընտանիքներ հնարավորություն ունեն օգտվել այդ ծրագրերից։ Բնական է, որ միգուցե կարիքը ավելի շատ է, բայց մենք պիտի ընտրենք ամենախոցելիներին, մենք պիտի կարողանանք աջակցել ամենախոցելի ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան իրենց տնտեսությունը պահել, իրենց ընտանիքների խնդիրները լուծել իրենց սեփական աշխատանքով։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, իմ հյուրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էր։ Այսքանը ինձ մնում է հիշեցնել, որ սա հրապարակում հեռուստացրագիրն էր եւ մեր հանդիպումները հանրայինի եթերում ամեն ուրբաթ են։ Հաջողություն։